Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը պատմաբան մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր Աբրամյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Եթե կարճ ասենք Հայաստանի իշխանության տեսակետը Ադրբեջանի վերջին զարգացումների վերաբերյալ, այո, բարդ ճանապարհ է, բավականին, այսպես գիտեք, ոչ ստատիկ, որ այդ խաղաղությունը իրապես կլինի, շատ դժվարությամբ եք դրան հասել, անվստահությունը շատ մեծ է, բայց սա միակ ճանապարհն է ըստ էության Հայաստանի պետականության պահպանության 29743 քառակուսի կիլոմետր տարածքով պետք է տանել մինչև վերջ եւ բոլոր նրանք ովքեր ասում են որ այս process-ից պետք է հրաժարվել կամ կանգնեցնել դրանք պատերազմի հրձիկներ են, այսպես ասենք։ Ոնց որ դրանց մեջ դուք էլ եք հա մտնում, պարոն անպայման, ես վաղուց եմ։ Դե ասեք, ինչու եք հրձիքում պատերազմը։ Միակ ելքը եւ Հայաստանի համար եւ ընդհանրապես մարդու համար իր կյանքում իրականությունը ճիշտ, adekvat եւ սթափ գնահատելն է, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ դնելն է։ Հիմա եւ մանավանդ քաղաքական տեսակետ հայտնելիս հիմքում միշտ պետք է լինի իրավիճակի կոնկրետ քաղաքական վերլուծություն ամենօրյա եւ ամփոփ։ Հիմա եկեք տեսնենք կա արդյոք այս բանի խաղաղության process թե չէ։ Ես նույնիսկ հասկանում եմ, որ ավելորդ հասել որ բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում շատ տարօրինակ մեղմ ասած խաղաղության process-ը։ Տեսեք, մենք ունենք մարտի 13-ին, չէ, հայտարարեցին, որ այդ թուղթը համաձայնեցրել են։ Անմիջապես մարտի 13-ից տեսնենք ինչ հայտարարություններ են գալիս Ադրբեջանից, այսինքն մի կողմից, որը նույնպես համաձայնեցրել է, չէ, այսինքն խաղաղության process-ը, պատերազմի խաղաղությունը երկկողմանի է, չի կարող միակողմանի լինել։ Հիմա եկեք տեսնենք ինչա կատարում զուտ փաստերով։ Նախ անմիջապես իրենց եւ ԱԳՆ-ն եւ արտգործնախարարն էլ առանձին պաշտոնապես հայտարարեցին, այդ էլ առաջին օրը, որ մենք ստորագրենք այդ թուղթը միայն այն բանից հետո, չէ, երբ որ ուրեմն սահմանադրությունը կփոխվի եւ Մինսկի խումբը կլուծվի, այսինքն նոր պայմաններ։ Նոր չէ, այսինքն այդ պայմանները նոր չէ, այդ պայմանները ենք անդադ ասում են, բայց մեկ անգամ շեշտում են համաձայնությունը։ Փաստացի դա արդեն նշանակում է, որ մենք ունենք ուղղակի թուղթ համաձայնեցված, ոչ ստորագրված, եւ եթե հաշվի առնենք, որ եթե նույնիսկ սահմանադրությունը պետք է փոփոխվի, հա, եթե համաձայնվում են, դա արդեն ամիսների process է, եթե ոչ մի տարվա։ Այսինքն, այս բանի ոչինչ բան չկա։ Խոսակցություն է խաղաղության մասին, բայց փաստացի չկա։ Հիմա ավելին մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում։ Նախ հայտարարությունները ավելի ու ավելի սրվում են, երկրորդը մենք տեսնում ենք, որ էլի խաղաղության process-ի, այսպես ասած, այդ հանգուցալուծման ֆոնին մենք տեսնում ենք սահմանի նոր սրացում, չէ՞, բոլորս դա տեսնում ենք։ Նո, այսինքն իրենք հայտարարում են, որ մեր ուրեմն զորքերը բան են անում, հա, կրակոցներ են արձակում, չգիտեմ, ինչ են անում, արդեն մի քանի օր անընդհատ, հա, բայց իրենք դա են ասում, այսինքն իրենց ռետորիկան սա է։ Եվ սա երևի չգիտեմ, պետք չի նույնիսկ շեշտել, որ հեչ նման չի խաղաղության process-ին, այսինքն սա անմիջապես ընդ որում սկսվեց։ Տեսեք, ոչ թե սա սահմանային լարում կար, անմիջապես հետևում է նրան, որ համաձայնեցրել են սկզբունքները։ Ինչ եք դա կապում։ Ես կասեմ իմ վարկածը, բայց նաև ես ուզում եմ մեծ կոնտեքստ ավելի տեսնենք, այս երկու պայմանը չեն մենակ։ Եթե մենք հետևում ենք ադրբեջանական քարոզչությանը ընդհանրապես եւ պաշտոնական խոսքի եւ վերջին օրերին էլի սկսած մարտի 13-ին մասնավորապես մենք տեսնում ենք, որ շարունակաբար բացի այս եղած համաձայնեցրածից եւ բացի այն երկուսից, որ սահմանադրությունը փոխեք Մինսկի խումբը, կան նաեւ շատ հստակ դրվում են հետեւյալ պահանջները, որոնք պետք է հետևեն արդեն խաղաղության պայմանագրին, նույնիսկ եթե ստորագրում են։ Նախ Միչանսկի թեման, նորից հենց այսօր ուրեմն արտգործնախարարության իրենց խոսնակը բարձրաձայնեց, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները կոմունիկացիաների բացման, այնպես ինչպես ինքը իր վրա վերցրել է, ստորագրել է, այլ ոչ թե այնպես ինչպես իրենք ինչ որ ասում է առաջարկում են։ Այսինքն նոյեմբերի 9-ի մասին է խոսքը։ Չի ասում նոյեմբերի 9, բայց բարձր դրա մասին է խոսքը։ Բացի այդ, ուրեմն այսպես կոչված ապառազմականացման պահանջը Հայաստանի, բացի այդ, ուրեմն այդ թուրքերի վերադարձը Հայաստան եւ այլն։ Բացի այդ, այո, էլի էս էլ բանը, էլի մարտի 13-ից հետո է մենակ ասում, տեսեք, որ չասել դա առաջ է եղել։ Հիկմետ Հաջիևը նորից շեշտեց, որ Հայաստանը պետք է իր վրա, եթե ուզում է իրական խաղաղություն, պատասխանատվություն վերցի ագրեսիայի համար, եւ ի վերջո պետք է գա փոխհատուցման հարցը։ Սրանք թեմաներ են, ոչ թե մի անգամ են ասում, երկու անգամ են ասում, շարունակաբար իրենց պաշտոնական խոսքի մեջ հնչում են, ավելին ես հիշեցնեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերին իրենց նախկին ուրեմն արտգործնախարարն Թոֆիկ Զուլֆուգարովը
Ինքը այս ամեն ինչը ամփոփեց որպես 3 փուլանոց պլան։ Հիմա կասեն պաշտոնաթող եւ այլն, բայց բարձր չէ, որ մարդը Իրանից չի բանանում եւ մանավանդ որ ընդհանուր կոնտեքստի մեջ ինքը շատ դրամաբանական է թվում։ Ուրեմն առաջին փուլում ասում է, ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, առաջին փուլն է սա։ Երկրորդ փուլում լուծում են կոմունիկացիաների հարցը, այսինքն իրենց դրամաբանությամբ կոմունիկացիաների հարցը հավասար է միջանցք, որովհետեւ իրանք ուրիշ բան չեն ասում ինչեւ հիմա, որոշ տատանումներ տալիս է, բայց հիմնական գիծը միշտ մնում է։ Եվ երրորդ ասում է փուլում լուծում են ուրեմն հումանիտար խնդիրներ եւ փոխհատուցման խնդիր։ Եվ նույնիսկ այնտեղ ավել խորանում ասում է թե Հայաստանը ֆինանսական փոխհատուցում չի կարողանա տալ, կարող է տարածքին տալ։ Սա իրենց բաց պլանն է, որը ել եմ ասում, ոչ թե խնդիրն է, որ մի պաշտոնաթող արտգործնախարար մի անգամ ասել է, այլ երևում է ամբողջ տրամաբանությունից, որտեղ իրենք չեն թաքցնում դա, ասում են այո, պայմանագիրը պայմանագրով, բայց հետո կան հստակ էլի պահանջներ, որոնք եթե հավաքես, մի հատ է պայմանագիր դա է դառնում։ Չէ, այդ բոլոր կետերը, որ հավաքում եք, հենց ամբողջը հիմա չթվարկեցի։ Մի հատ էլ առանձին, այսինքն մենք ստացվում է, որ նույնիսկ եթե գալիս հասնում ենք այդ պայմանագիրը ստորագրումը, process-ը շարունակում, ոչ թե ուղղակի տենց խաղաղ կյանք է սկսվում, այլ երկրորդ փուլ է սկսվում, որտեղ մենք նորից սկսում ենք կատարել պահանջներ։ Այսինքն սա աբսուրդ է կոչել ընդհանրապես խաղաղության process։ Հիմա ինչ վերաբերում է այս կրակոցներին, ես կարծում եմ, որ այս պահին սա ուղղակի իրենց դա իհարկե գիտակցված սիմվոլիկ ուղերձ է, որ անմիջապես այդ կետերը համաձայնեցնելուց հետո սահմանում իրավիճակը մենք լարում ենք, ցույց ենք տալիս, որ կոպիտ ասած շատ այնտեղ չողջևորվեք, որտեղ դուք պետք է այս պահանջները երկու կատարեք։ Եվ հենց այսօր էլի այդ նույն ուրեմն արտգործնախարարության խոսնակի հայտարարության մեջ հենց այդ կրակոցների կոնտեքստում հաջորդ նախադասությամբ ինքը ասում է շատ ցավալի է, շատ անհանգստացնող է, որ մինչև հիմա Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել սահմանադրության այդ փոփոխության մասին մեր պահանջին։ Եվ այստեղից ես եզրակացնում եմ, որ այո, այս կրակոցները նաև ցույց են տալիս ուղերձ են, որ այն ինչ որ մենք ասում ենք լուրջ է, այդ ստորագրել մորագրել մոռացեք, պետք է արձագանքեք մեր պահանջներին դրական, այլապես տեսեք, որ կա նաև այս ճանապարհը, որով մենք մի շարժվել ենք ուժային ճանապարհ։ Որ պահանջի։ Սա ուժային սպառնալիք է։ Նոր սահմանադրություն։ Առաջին հերթին անկախության հռչակագրից հրաժարումը, այսինքն նոր սահմանադրությունը կամ չգիտեմ ոնց դա կձևակերպվի, երկրորդ հերթին Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու մինիմալ պահանջները, որոնք պահանջ են, որպեսզի ստորագրվի իրենց կողմից այդ թուղթը, բայց դրանից հետո հաջորդ պահանջներն են։ Այսպիսի մի նրբություն կա, պարոն Տեր-Աբրամյան, եթե հիմա կներեք, ես ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը Հայաստանում պատերազմի հրձիքներն են հրձիքում, թե այս ամեն ինչը իրականություն է, որը պետք է տեսնել։ Թվարկեցիք փաստեր, այսինքն եթե հորինված բան լիներ հազար ներողություն, կասեի կներեք, որտեղից եք դա վերցրել, հաստատ համարձակությունս կբավարարեր, հա, բայց սրանք ինչու պայմանագրի կետ չեն դարձել, ասենք ապառազմականացում, օրինակ պատերազմի մասնակիցների հանձնում, սրանք, այսպես ասենք, մեր նյարդերի հետ խաղալու նպատակ ունեն, սրանք գործիքակազմեր են, որոնցից ինքը ինչ որ մի օր կարող է հրաժարվել, եթե բավարար ճնշում լինի իր վրա, ասենք ԱՄՆ-ի նոր վարչակազմից եւ այլն, հա, ասելով դե լավ, պահանջում էի, ել չեմ պահանջում, 17 կետ համաձայնեցրել եմ, եկեք գնանք պայմանագրի, որովհետեւ ոչինչ չէր խանգարում, որ Ադրբեջանը սրանք նաև պահանջներ դարձնի եւ պայմանագրի կետերի տեսքով, հա, մի բան էլ ավելին, սահմանազատման հարցը անեցին պայմանագրից, ապաշրջափակման հարցը եւ տպավորություններ թե թեթևացնում են այդ պայմանագիրը բարդ խնդիրներից, հեռու գնացող խնդիրներից, որ շուտ ստորագրեն, շուտ խաղաղություն գա։ Ոնց որ թե ճիշտ հարցադրում եք անում, ճիշտ հարցադրում եք անում, այո, իհարկե, գոնե մասամբ մենք կարող ենք ասել, որ սա ամեն դեպքում միջազգային իրավիճակի, չասեմ հենց միջազգային ճնշման, միջազգային իրավիճակի հետևանք էր, որովհետև օրինակ անցյալ աշնանը մենք հիշում ենք, որ այն ժամանակվա հին դեռ Ամերիկայի վարչակարգը շատ մեծ այսպես ջանքեր գործադրեց եւ մի պահ նույնիսկ այդ ջանքերի ֆոնին ահագին թեթևացավ ադրբեջանական եւ քարոզչություն եւ պաշտոնական խոսքը, հատկապես հոկտեմբերի վերջ, նոյեմբերի մեջ են, նայվ երբ որ իրանց մոտ այդ ինչ էր կոչվում այդ ես Կոպա Ամերիկա եմ ասում, հա, այդ Կոպ 29-ը։ Կոպա Ամերիկա։ Եվ տեսեք, այդ ժամանակ եթե հիշում եք, նաև հայտարարեցին, ասեցին այդ միջանցքի կոմունիկացիաների հարցը հանում ենք, պայմանագրից դուրս ենք։ Շատ է թեթևացնում։ Հիմա այո, ես կարծում եմ, որ որոշակի դա նաև հետևանք է եղել նրա, որ հասկացել են, որ չեն կարող մի զարկով, այսպես ասած, այդ բոլոր նպատակներին հասնել։
Եվ հավանաբար մտածել են, որ ստրատեգիկ իմաստով այդ փուլային բաժանումն է տեղի ունենում, որ իրենք սկզբում այդ ուրեմն թուղթն են ստորագրում եւ հետո փորձում են հասնել իրենց ստրատեգիկ մյուս նպատակներին։ Հիմա երբ որ ասում եք կհասնեն թե չէ, դա իհարկե ոչ ոք չի կարող ասել կհասնեն թե չէ, որտեղ երբ որ դու ստրատեգիա ես իրականացնում, բնականաբար ճանապարհին լինում են կամ չեն լինում խոչընդոտներ։ Բայց այն որ իրենք այս բոլորը շատ լուրջ են ձևակերպում, դրանում ես վստահ եմ, որովհետեւ չի կարող այդ ուրեմն պաշտոնական այդ մակարդակով հնչող, որտեղ դա ընդհանուր մինչև Ալիևից, մինչև արտգործնախարար, մինչև Ալիևի այդ բանաօգնական այդ Հաջիևը, Հիկմետ եւ այլն անընդհատ եւ սիստեմատիկ հնչում են այս կետերը։ Հրաժարվող չէ։ Եվ բացի այդ մենք տեսենք զուգահեռ նաեւ այս Բաքվի դատը, այսպես կոչված, ինչ է այդտեղ տեղում հիմնականը որն է, որտեղ հասկանալ ինքը էմոցիոնալ հարց է եւ այլն, բայց քաղաքական հիմնական նպատակը որն է ցույց տալ ամեն ձևակերպել, որ ամեն ինչ որ այդտեղ տեղի ունեցել 91 թվականից կամ 88 թվականից սկսած ամբողջի պատասխանատվությունը Հայաստան պետությունն է։ Չէ՞ որ այդ բոլոր ցուցմունքները այդ մարդիկ չեն տալիս։ Դա պարզ է, որ այսպես ասած հիմնական կոնցեպցիան գրվում է, հավանաբար չի Հալիվի վարչակազմում գրում, որ դա գրում էական չի, դա նման դատերի ժամանակ այդպես են տրվում է, հիմա այնտեղ ոնց են իրան կոնկրետ իրականացում դա այլ հարց է եւ հիմնական ամբողջ իմաստը նա է, որ ստրատեգիկ ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է, որ Հայաստանի վրա այդ ամենի մեղք է եւ տակտիկական այսօրվա կառավարության վրա նաեւ մահակ պահել է, որովհետեւ մի օր կարող է արդեն պարզ լեզվով ասվի, որ օրինակ Գանձակի այդ հրատակացության հրամանները, մյուս հրամանները տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ցուցմունքներ ոնց որ հնչել են արդեն։ Չէ, Փաշինյանի անունը չեն տալիս։ Ասում են Օնիկ Գասպարյանն է օրինակ հրամանը տվել, չգիտեմ, այսինքն պահում են այդ բանը, որտեղ հասկանել է, որ Օնիկ Գասպարյանն չի վերջին որոշողը, բայց չի հնչեցվում այդ վերջին որոշողի անունը։ Սա ես ենթադրում եմ պահում է որպես ավելի պահուստային տարբերակ, որ մի օր նաև դա կարող է հնչեցվել։ Հիմա ուզում եմ ասեմ, այս ստրատեգիան հաստատ է դա, եւ իրենք հաստատ շարունակել են այս ձևով, թե հիմա մնացածը կախված է իհարկե միջազգային իրավիճակից, բայց նաև կախված է ի վերջո Հայաստանի քաղաքականությունից։ Մենք որպես ազգ ժողովուրդ ինչ քաղաքականություն կորդեգնենք, մենք պատրաստ ենք ամբողջ հույսը դնել միայն միջազգային հանրության վրա եւ միջազգային իրավիճակի վրա, որը տեսնում ենք ինչքան ավելորդ է ասել, ինչքան անկայուն է, ինչքան անկանխատեսելի է այսօր դառել, հույսը դնենք միայն դրա վրա եւ մտածենք դե ճնշումը բավարար կլինի, իրանք դա չէ։ Ոնց որ հիմա տեսեք, այս մյուս տեսակետներ կա, չէ՞, իշխանականություն, այ տեսեք, հիմա ամբողջ աշխարհը տեսավ, որ մենք խաղաղասեր ենք, իսկ Ադրբեջանը չի։ Ու միջազգային հանրությունը, չգիտեմ, մեր կողմից է։ Ուրեմն, էս էլ ասեմ, Ռոբերտ ջան, կներեք, հարցը երկարացնում։ Երբ որ ասում են այդ միջազգային հանրությունը մեր կողմից է, ուրեմն վերջին երևի 100 տարուց ավել միջազգային հանրությունը միշտ հայ ժողովրդի կողմից է։ Իրոք, մենք ունեցել ենք օրինակ Բերլինի դաշնագիր, մենք ունեցել ենք 6 տերությունների, 6 մեծ պետությունների պահանջը Օսմանյան կայսրությանը պաշտոնական հայկական բարեփոխումներ իրականացնել, ունեցել ենք 2 անգամ դա, ունեցել ենք դա չգիտեմ 1800-ականներին, ունեցել ենք դա 1914-ին պատերազմից առաջ, մենք ունեցել ենք Սևրի պայմանագիր աշխարհի հզորագույն տերությունները ստորագրել են, որ Հայաստանի սահմանները էս են եւ Թուրքիայի պաշտոնական կառավարությունը նույնպես ստորագրել է, ճիշտ է, չի ռատիֆիկացել եւ նման լիքը դեպքեր։ Միշտ մեր կողմից եղել։ Սա չի խնդիրը մեր կողմից է, թե մեր կողմից է, խնդիրը միշտ թե մենք այդ շատ բարենպաստ, ասենք թե պայմաններում ինչ ենք կարողանում անել, որտեղ այդ բոլորը մնաց թղթի վրա։ Ինչու մնաց թղթի վրա, որովհետև այդ իրավունքները, որ միջազգայինորեն տրված են եղել հայ ժողովրդին, հայկական քաղաքական էլիտաները չեն կարողացել իրականացնել հողի վրա։ Ուժային արդեն գործոն, որտեղ ակնհայտ է, որ դա այլ կերպ չի իրականացվում։ Չէ՞ կարծում եմ, այսօր Հայաստանը ավելի շատ խնդիր ունի պաշտպանվելու միջազգային նոր կանոններից, որոնք ավելի շատ անկանոնության մասին են, բայց այստեղ թույլերի եւ ուժեղների վայրենի կարծես մրցակցության փուլ ենք մտնում եւ պայքարի եւ բախումների։ Եթե սրա հետ կապված ունեք մեկնաբանություն խնդրեմ, եթե ոչ, ապա իրականում մեզ հետաքրքիր հարց է, Ռոբերտ ջան, տեսեք, խնդիրը այն է, որ հիմա ենք բոլորս ասում, վայ միջազգային բանը իրավիճակը աշխարհակարգը։ Մեզ կներեք, պարոն Տեր-Աբրահամյան, թվում է թե, այսինքն չգիտեմ որտեղից այդպես, որ կան այսպես դատավորներ, որոնք նստած են եւ նայում են ով է ավելի կառուցողական եւ եթե դու կառուցողական ես, քեզ 5 են նշանակում, ով ապակառուցողական 2 են նշանակում եւ նա դուրս է մնում դասարանից հետ է ընկնում մի կուրս։ Ասեմ Բալիկ ջան, ապրես։ Հիմա տեսեք, այս աշխարհակարգի ճգնաժամ, միջազգային իրավիճակի վրա նոր թեմա չի։ Սա արդեն առնվազն հեսա մի 10 տարի մինիմում այս թեման կա։ Ուղղակի աճում է։ Այն ինչ որ տեղենում է այսօր ոչ թե նոր սկիզբ է,
ընդհանրապես հերթական դրսևորում է նրա, որ այն ճգնաժամը, որի նշանները առաջին դեռ 2010-ականներին սկսվեցին եւ մեր մոտ էլ, եւ 16 թվականի պատերազմ, եւ 20 թվականի պատերազմ դրա հետևանք էր միջազգային իրավիճակի ապակայունացման հետևանք էր, ուղղակի դրանք ցույց է տալիս, որ դա ժամանակավոր չի, ցույց է տալիս, որ դա դեռևս սրացման, զարգացման փուլում է եւ այսօր մենք շատ ավելի բաց ենք տեսնում այդ ամեն ինչը եւ շատ ավելի ակնհայտ է դառնում, որովհետեւ նման իրավիճակներում, որ միջազգային հարաբերությունները ոչ ուժի վրա են հիմնված։ Այո, կա միշտ այդ վերնահարկը, իրավական եւ այլն, ավելի կայուն վիճակներում ինքը ավելի լավ է գործում, բայց միևնույն է, հիմքում ուժն է։ Եվ հատկապես դուք ճիշտ եք ասում, այսօրվա միջազգային իրավիճակում այդ հին դիսկուրսը 90-ականներից դեռ եւ ավելի վաղ էլ այդ 100 տարվա հայկական դիսկուրսը աշխարհի մասին, մեծ տերությունների մասին ինքը ընդհանրապես անտանելի ոչ ադեկվատ է դառնում, բայց ես մի բան եմ ուզում ասել։ Կներեք, մենք գուցե ոչ բավարար չափով Ռուսաստան կարողանում ենք ինչ-որ հարցերում մերժել։ Ադրբեջանը Ամերիկային է կարողացել մերժել Լաչինի միջանցփակել նույնիսկ դետալային փոքր հումանիտար հարցեր, այսինքն հարաբերությունները նույնիսկ այնպեսին է, որ փոքրիկ պետությունները, ոչ թե փոքր, այլ փոքրիկ պետությունները կարողանում են թեմա բռնել, այսպես ասենք, գերտերությունների հետ, հա։ Հիմա դե տեսեք, խնդիրը այն է, որ մենք, հա, նաև մյուս բանը։ Հիմա բոլորը ասում են, վայ, Թրամփը եկավ, տեսակ ինչ եղավ։ Բայց Հայաստանում ես չգիտեմ, դուք տեսել եք, դուք կարող եք լավ եք հետևել։ Ես ինչքան հիշում եմ, ոչ մեկ ընդհանրապես չէր այդ սցենարը պատրաստում, որ կարող է Թրամփը գա։ Բոլորը պատրաստվում էին մի սցենարի։ Եվ շատ զարմանալի է մեր նման խոցելի պետության համար, եւ քաղաքական դաշտը, եւ էքսպերտները, որքան ես նկատել եմ, մտնում զարմանքով, ես ինքս այդ թեմայի մեջ չեմ խառնվել, չեմ համարել ինձ բավականաչափ իրավասու, բայց հետո հասկացել եմ, որ մի րոպե։ Բայց այս մարդիկ բոլորը օրնի բուն ասում են Հարիսը հաղթելու, լավ Հարիսը հաղթելու է։ Զապաս կներեք Պաուստային տարբերակ երկրորդ չկար, ես չեմ տեսել, որ իշխանությունը պատրաստվել է սցենարին, փորձագետները պատրաստվել են, քաղաքական ուժերը պատրաստել են, դու Թրամփը պիտի պատրաստվես, հա, Թրամփը կարող է ընտրվի, կարող է մյուս տարի էլ չգիտեմ ով ընտրվի Ամերիկան, դու պիտի պատրաստվես, չէ՞։ Բայց ես եմ ասում, մենք անընդհատ ոնց որ մեր ժողովրդին կործանում ենք քարոզում։ Եվ այո, մենք այնպեսի, երբ որ դու սուբյեկտ չես, ինչ լինում է աշխարհում քո դեմ է։ Թրամփն է ընտրվում քո դեմ է, Թրամփը չի ընտրվում, էլի կարող է քո դեմ լինի, Ռուսաստանը թուլանում է քո դեմ է, ուժեղանում է քո դեմ է, ամեն ինչ քո դեմ է։ Եվ ճիշտ հակառակը իրականում այսպիսի իրավիճակները նաև, որտեղ ճիշտ օրինակ բերեցիք, մեր նման փոքր պետությունների համար նաև շանս պետք է լինի եւ շանս է լինում, երբ որ դու ուժեղ ես։ Օրինակ նախորդ այսպիսի իրավիճակում համաշխարհային, երբ որ սովետական միությունը փլուզվեց, դա էլ էր աշխարհակարգի մեծ ճգնաժամ, որ տևեց տարիներ մինչև կայունացավ։ Մենք շահող դուրս եկանք, որտեղ մենք ավելի պատրաստ դուրս եկանք եւ այդ ժամանակ է, որ ազգերը իրենց հարցերը ուժով լուծում են։ Հետո կայունանում է, հետո հնարավորություն չես ունենում։ Հիմա Ադրբեջանն է օգտվել իրավիճակից, բայց դեռ չի ավարտվել այս իրավիճակը։ Եթե ես վստահ եմ, հավատում եմ, որ մենք հիմա էլ եթե խելքի կանք, նորմալ կառավարություն ձևավորվի Հայաստանում, ինքը ոչ թե կմխկտա այս իրավիճակից, ոչ թե այդ բողոքի բանը կբացի, ոչ թե այդ խեղճության դիմակը, հակառակը կասի հնարավորությունները դեռ կան, եկեք գոնե, քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է անկայուն, մենք էլ օգտվենք հնարավորություններից, որտեղ ուժով են հարցերը լուծվում։ Եկեք մենք էլ ուժ դառնանք, մի երկու հարցեր մենք էլ ուժով լուծենք, թեկուզ, հենց ձեր ասած պաշտպանության խնդիրը, բայց պաշտպանության խնդիրը ուժով է չէ լուծվում։ Ինչով է լուծվում։ Մենք հիմա չգիտեմ այդ պայմանագիրը որ ստորագրվի, այնտեղ հավանաբար պետք է գրված լինի որ տարածքային ամբողջականություն ճանաչում, բայց ես վստահ եմ, որ այն ինչ որ այսօրվա Հայաստանի այս 29000 քառակուսուց իրանք վերցել են, հետ չեն տալու։ Եվ դրան գտնելու են պատճառներ։ Կնեք, մենք երևի որպես պետություն, Ապարտեր Աբրամյան, խնդրի չկա, կարծում եմ նաև մի նոր նոյեմբերի 9-ի թուղթ վաստակելու խնդիր պետք է լուծենք, այսինքն չվաստակելու խնդիր։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ըստ էության պատերազմով Հայաստանին պարտադրված թուղթ էր, թեև այն մարդիկ, ովքեր Փաշինյանն ասում են տուր հրաժարական, քան որ նոյեմբերի 9-ն է ստորագրել, վերջերս ասուլիս են տալիս եւ ասում են պետք է կարճել։ Չէ, ասում են պետք է կարճել, դա դավաճանություններ եւ այլն, պետք է կարճել արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց հարցս մի քիչ ուրիշ բանի մասին է։ Ադրբեջանը այդ հայտարարությունը եւ նաեւ Ռուսաստանը մինչեւ հիմա հիշատակում են Հայաստանի պահանջներ ներկայացնելու։ Ասում են, այ ձեր ստորագրությունը այդտեղ դրած է, ռուսները պետք է գան կանգնեն, մենք անխոչնդոտ ճանապարհ եւ այլն։ Այ ինչ նկատի ունեմ մի նոր նոյեմբերի 9-ի հայտարարություն
վաստակելու խնդիր, այսինքն չտալ զենքեր, չտալ հենման կետեր Ադրբեջանին, առաջիկա 5 տարում, 10 տարում ասելու 17 կետերում դուք համաձայնեցրել եք սրանք եւ այլն կետերը չթվարկեմ։ Պետք է կատարել, դուք տեսնում եք այդպիսի վտանգ, որ այն ձեր ասած այն լրացուցիչ պարզությունը դեռ չեմ ասում, որոնց տակ Հայաստանը չի ստորագրել, հա, սրանք մի քիչ արևելյան մտածողության մեջ միգուցե էլի ինչ որ տարբեր համատեքստեր ունեն։ Ինչ կարող ենք ասել։ Դե տեսեք, նախ նոյեմբերի 9-ից սկսենք։ Ես չեմ հիշում իրականում նախ որ Հայաստանում որովե քաղաքական ուժ կոնկրետ բանանիկ, խոշորներից, հա, չեմ ասում, որ ասի գիտեք, ինչ նոյեմբերի 9-ից պետք է հրաժարվեն։ Ես դա լսել եմ մենակ մեր մարտական եղբայրությունից եւ Սասնա ծռերից, կարող է ուղիղ կան, ես չեմ լսել։ Բայց հիմա ճանապարհը ձեր ասած պետք է սկսվի հենց եղած նոյեմբերի 9-ից հրաժարումից։ Տեսեք, մեզ ասում են նոյեմբերի 9-ի պայմանագիր եւ դուք շատ ճիշտ եք նշում, որ ոչ մի կետ այդտեղ չի կատարվում, ինչ որ Հայաստանին է վերաբերվել, բայց կա մի կետ, որ անընդհատ մեզ ասում են չէ պետք է անեք։ Գործի քայնացվել է Հայաստանի դեմ ագրեսիաների։ Հարց է ցակում, իմաստը ո՞րն է Հայաստանի ստորագրությունը պահել է թղթի տակ։ Այսինքն որ դու պատրվակ անընդհատ 10 իրան ռազմական գործողություններ ծավալելու ասելու որ դու ստորագրությունը չես կատարում։ Իմաստը ո՞րն է։ Եթե ասեն իմաստը նա է որ դա խաղաղություն է ապահովում, դա խաղաղություն չի ապահովում, որտեղ շատ հստակ այնտեղ սահմանված է որ սա զինադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որը վաղուց գոյություն չունի, չկա տեսնում։ Չկա Լեռնային Ղարաբաղի այսօր։ Բայց դա բացարձակ չի վերաբերվում, օրինակ ասենք Հայաստան-Ադրբեջան սահմանին, որովհետև ասենք նոյեմբերյանը կամ չգիտեմ այն մյուս սահմանային գոտիները, դրանք որևէ կերպ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի չեն։ Ոչ մեկը դրանց, ոչ Վարդենիսը, ոչ Ջերմուկը չեն։ Այսինքն դա չի սահմանում հայ-ադրբեջանական որևէ զինադադար, միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Բացարձակ իմաստ չկա, ինչի են բոլորը կարճած դրանից ոչ միայն իշխանությունը պատասխան չունի, ինչ են կարճած։ Էլ չեմ ասում մնացած քաղաքական ուժերը, որոնք կոչ չեն անում։ Հասկանալի է իհարկե ռետորական հարցը, որովհետև սա ռուս-թուրքական դաշինքն է իրականում, սա էությունը դա է, ոչ թե կետերն են, ուսուցիչ դա։ Եվ այդ ռուս-թուրքական դաշինքին բոլորը իրենց հավատարմությունն են հայտնում։ Այդքան բան, որովհետև այլ իմաստ չկա։ Եվ առաջին քայլը պետք է լինի դա հրաժարվել, եւ հրաժարվել ընդհանրապես տրամաբանությունից նոյեմբերի 9-ով պարտադրած։ Իհարկե սա գնալով տեսեք ինչքան տարիներ են անցնում, այդքան ավելի դժվար է դառնում։ Հիմա որ ասում եմ, բա ոնց մենք ժամանակ չունենք, չենք հասնում եւ այլն պատրաստվել նոր, ասենք մեր պաշտպանությանը եւ այլն, բայց 4 տարի ժամանակ է անցել, այդ 4 տարին Աստված մեզ տվել է եւ մենք ծախսել ենք ինչի վրա, ծախսել ենք այս ուտոպիստական ճանապարհի վրա, անընդհատ ասելով որ հեսա այսօր, վաղը, խաղաղություն, հիմա էլ խաղաղության պայմանագիր, բայց որը պարզվում է էլի խաղաղություն չի բերում, որտեղ ասացինք ինչի այդ պահանջները մնացած կան, այսինքն խաղաղության թուղթ է դառնում, բայց ոչ իրական խաղաղություն։ Մենք անընդհատ այս ուրվականի հետևից ընկել ենք, բայց 4 տարին մենք կարող ենք ծախսել մեր պաշտպանության համակարգը ոչ թե ուղղակի զինելու, այլ արմատապես իրոք վերափոխելու գլխից փիլիսոփայությունից սկսած, եւ այսօր մեզ ոչ ոք չէր կարող արդեն զուտ ուժային սպառնալիքով, ասենք հիմա տեսեք, սահմանին մի երկու կրակոցայլում արդեն ամբողջ ազգը խոճապ է մտնում, ինչի, որտեղ անպաշտպան վիճակում է իրան զգում։ Առաջ եթե հիշեք ժամանակին, այդ կրակոցները լինում էին սահմանին, մենք ոչ էլ նկատում էինք, ոչ էլ բանի տեղ էինք դեռ մի երկու հատ կրակոցայլ։ Հիմա միայն կրակոց պանիկայի առիթ է դառնում, սա դառել է, ինչի, որովհետեւ եթե դու քեզ պաշտպանված չես զգում, մեծ հաշվով ցանկացած կրակոց, նույնիսկ կրակոցի սպառնալիք դառնում է քո վրա այնքան ուժեղ ճնշման գործի, որ դու պատրաստ ես ամեն ինչին։ Ընդհուպ մինչև հիմա ինչ են պահանջում, ասում են ձեր անկախության հռչակագրից հրաժարվեք։ Այսինքն պետության հիմնարար փաստաթղթից փաստորեն հրաժարման պահանջը ընդհանրապես 1-2 կրակոցով կարող է լուծվի։ Սրան ենք մենք ասել, դրա համար ուրիշ ելք չկա։ Այն ինչ որ մենք ասում ենք, դա ոչ թե պատերազմի հրահրում է, ոչ թե հակառակը պատերազմի կանխման միակ տարբերակն է, որ դու դառնաս պաշտպանող ունակ։ Եվ այդ ուրվականները մոռանաս այդ խաղաղության պայմանագրի եւ այլն, որտեվ իրականությունը պետք է տեսնես։ Խաղաղությունը այնպեսի բան չէ, որ ուզելով լինի։ Ոնց որ ասես ես ուզում եմ միշտ լինի գարուն, այդ թող միշտ լինի գարուն։ Հիմա չկա այդ գարունը։ Երբ որ կգա գարունը, այդ ժամանակ կխոսանք գարունի մասին։ Ուտոպիստական խաղաղությունն եք վտանգավոր համարում, այսինքն դու պատկերացնում ես, որ պաշտպանված ես եւ հարձակվելու օբյեկտ էլ չկա քո վրա, բայց մեկ էլ պարզվում է, չէ, կան։ Այսինքն այդ քաղաքականության մեջ ընդհանրապես ուտոպիան ամենավտանգավոր բանն է։ Քաղաքականությունը պետք է ռեալության վրա կառուցված լինի։ Պետք է նայես ռեալությանը ոչ թե քո, ասենց ասած, իդեալներին, քո, չգիտեմ, ասենք, ցանկություններին եւ այլն։ Այս իրականության մեջ չկա որևէ այդ ճանապարհով հասանելիք խաղաղության իրավիճակ, կայուն եւ տևական։ Եթե դու քեզ ուժեղացնես, եթե դու քո պաշտպանության համակարգը արմատապես փոխես, եթե վերածվես նորից, նպատակ դնես վերածվել նորից
ուժային գործ ունի, այդ դեպքում շանս ունես եւ խաղաղության հասնելու եւ այսօր անկայուն վիճակից կարող եմ երկու բան էլ ավել վերցնելու քեզ համար։ Այ տեսեք, ոնց ազատվել, այսպես ասենք, թշնամանքի միջավայրից։ Այն ինչ որ մենք հիմա 25 րոպե խոսում ենք, դա ավելի քաղաքական բան է, հա, քաղաքական հարաբերությունների ինչ որ տաղանդի նաեւ տարբեր բանաձևեր կիրառել եւ այլն, բայց թշնամանք գոյություն ունի, որը այս ամեն ինչի, այսպես ասենք, հիմքն է եւ թշնամանքը ըստեյության ժողովուրդների մեջ է, հա, դուք նաեւ որպես պատմաբան, սրանք հաղթահարվող բաներ են։ Այսօր շատերը մեջ են բերում անգլիացիների, ֆրանսիացիների, չգիտեմ, գերմանացիների պատմությունը, տեսեք, ասենք Ֆրանսիա, Գերմանիա ինչ մեծ հակասություններ կան, այսօր երկուսով Եվրամիության առաջնորդներ են, կամ շատ հաճախ մեջ է բերվում ոնց է լինում, որ Վրաստանում հայերը եւ ադրբեջանցիները նորմալ ապրում են, հենց գալիս են հայ-ադրբեջանական սահման, սկսում են իրար մորթել, այսինքն այդ ինչ մի կախարդվածություն կա այս սահմանին, որը անհնար է հաղթահարել։ Այ դուք թշնամանքի հաղթահարման տարբերակ թշնամանքը ինքը մի քիչ անկեղծ ասած մի քիչ չորսացվող, ես կասեմ նույնիսկ միֆական բան է։ Նյութական չի նկատի ունեցել։ Հիմա այդ Անգլիա-Ֆրանսիա օրինակները ընդհանրապես մեր հետ կապ չունեն։ Նախ Անգլիա-Ֆրանսիա, Ֆրանսիա-Գերմանիա իրանք ինչքան էլ իրար այդ հակամարտության մեջ եղած են եւ այո դարերով։ Ասենք դա 1000 տարի է տևել, ասենք չգիտեմ Կարլոս Մեծի կայսրության բաժանումից, բայց իրենք մի քաղաքակրթության մեջ են միշտ իրենց զգացել եւ երբեք այդ թշնամանքը չի արցել որոշակի սահման, որ օրինակ չգիտեմ գերմանացիները ֆրանսիացիների կոտորած անեն կամ հակառակ նման բան չի եղել։ Իսկ ինչի թշնամանքը վերացավ, դա էլ ինչ որ տենց հեքիաթային բան չի, Աստված երկնքից չի չա, ուղղակի այնքան կռվեցին, բացարձակապես սպառեցին, որտեղ 1945 թվականին եւ երկու համաշխարհային արդյունքով ոչ միայն պարտվածները օրինակ Գերմանիան, այլև հաղթողները ըստ էության բացարձակ կազմալուծված վիճակում են եւ տնտեսապես եւ այլն, այսինքն ամերիկացիները եկան, ասցին վերջ, պրծավեց ձեր բանը, որտեղ իրանք էլ չէին էլ կարող եւ վերացավ եւ բրիտանական կայսրությունը հաղթող, բայց վերացավ եւ ֆրանսիական կայսրությունը եւ իրենք արդեն իրենց իզորու չլնելով պաշտպանել ռուսական սովետական վտանգից հատկապես արդեն այդ ամերիկյան հովանավորության տակ ընկան անվտանգության եւ վերջ իրենք որպես գեոպոլիտիկ միավորներ սպառվեց մրցակցության առարկան։ Ասենք եթե ժամանակին Գերմանիան, Անգլիան մրցում էին համաշխարհային օվկիանոսում տիրապետության համար 1914-ին երկու մեծ նավատորմ կար։ Դա բարձ էր որ պետք է բերի մրցակցության եւ ի վերջո պատերազմին, բայց վերջացավ, չկա տենց բան, իրանք ոչինչ բանի համար չունեն մրցելու, բացի ինչ որ տնտեսական հարցերից, որոնք չարժեն այդքան մեծ պատերազմ, բայց սա ուրիշ պատմություն է։ Հիմա մեր դեպքում ես չէի ուզենա տենց մեծ ինչ որ բաներ վերցնեինք, բարձ բան կա։ Ադրբեջանի այսօրվա կառավարությունը իր համար այդ թշնամանքը իր իշխանության ռեսուրսն է։ Ինքը ուրիշ տարբերակ, ուրիշ ճանապարհ չի տեսնում բացի այն։ Իր ստրատեգիան, իր այն ինչ որ իրանք իրենց համար ձևակերպել են, էական չի դա իրատեսականը լավավատը, գերիշխանությունն է ռեգիոնում։ Գերիշխանություն ռեգիոնում եւ նույնիսկ իրենք ասում են մենք հիմա հավաքում ենք միջին տերության վերածվել, այսինքն ռեգիոնից է մի քիչ դուրս։ Բայց այդ միջին տերությունը թողնենք մի կողմ։ Հստակ է, իրենք ասում են մենք այս ռեգիոնում, քանի որ մենք հաղթել ենք, մենք պետք է լինենք դոմինանտը, այս է իրենց, այսինքն ռեալ պոլիտիկից են իրենք ելնում, եւ այդ կոնտեքստում հայկական գործոնի չեզոքացումը թիվ մեկ խնդիրն է իրենց համար։ Սա ոչ թե որ իրենք, չգիտեմ, այտենց էմոցիոնալ մակարդակում ատում են հայերին, դա մի կողմ թողած, կամ էմոցիոնալ մակարդակում այո որոշակի վախ ունեն, որտեղ ի վերջո չմոռանանք, որ մենք ենք իրենց մի քանի տասնամյակ պահել այսպես ճնշած վիճակում, իրենք դա հիշում են, դա դժվար է մոռացվում։ Բայց խնդիրը այդ էմոցիոնալը չի, իրենք ասում են մենք պետք է դոմինանտ լինենք, դրա համար Հայաստանը չպետք է հանկարծ նորից վերածվի, օրինակ զինված ինչ որ բանի, ասենք նորմալ բանակ ունենա։ Եվ պետք է ապառազմական Մեր վերահսկողության տակ պետք է լինի, մնացած հարցերը մենք կլուծենք տարածաշրջանում։ Էս է խնդիրը հիմա այդ խնդիրը ո՞նց լուծել, դա այդ խնդիրը դու չես կարող լուծել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը եւ այս ղեկավարությունը ունի եւ այդ ղեկավարությունը իրան զգում է, ասած ասած ձիու վրա։ Դրա համար ցավոք սրտի բացի ուժի նոր ցուցադրումից, այլ տարբերակ դու չունես, որպեսզի ինքը մի քիչ կոնե նահանջի իր դիրքերից։ Չափավորվի։ Հա, ինքը պետք է զգա, որ այստեղ ինքը պատասխան կարող է ստանալ ուժային։ Եվ այդ դեպքում ես հավաստի ասում եմ, բավականին արագ, այսպես ասած, խելքի կգա։ Եթե ավելի ցույց տաս, ինչքանի կարողանաս ցույց տաս, այդքանի ինքը կարող է իսկականից արդեն ոնց որ չափավորի իր դիրքորոշումները։ Իսկ վերջնական վերածումը դա ես ձեզ ասեմ մի տարբերակ, որը հիմա շատերը ուտոպիստական արդեն կհամարեն, ժամանակին 2020 թվականի պատերազմին պետք էր հաղթել, թշնամանք Հայաստանի Ադրբեջանի միջև վերանալու էր, որովհետև մենք
Դրանից հետո այդ թշնամանքը չենք շարունակել։ Հարցը վերջնականապես լուծվելու էր, ադրբեջանցիք այլևս երրորդ անգամ Ղարաբաղի համար կռվել չէին պատրաստվելու, անցնելու էր գնար, ասենք ինչ որ տասնամյակներ եւ հետո այդ ինքն իրանով կարգավորել էր։ Մի տարբերակ օրինակ, որտեղ տեսեք այդ թշնամանքը էլի ցանկությունով չի վերանում, ոնց որ Եվրոպայում ցանկությամբ չվերածվեց։ Տենց էլ այստեղ։ Բայց այստեղ էլ եմ ասում քաղաքական խնդիրը այդ կառավարությունը այդ գործիքը օգտագործում է եւ իր ժողովրդին այդպես էլ դաստիարակում է եւ դա մեր էսպայն մեր վերահսկողությունից դուրս է։ Մենք ինչ անենք։ Էլի հիմա ասենք չենք ուզում, ես էլ չեմ ուզում թշնամանք։ Ես իմ կյանքում ասենք տեսել եմ ադրբեջանցիներ, թուրքեր շփվել եմ, հետո բնականաբար ասենք չեմ մտածել որ եթե թուրքա ասենք ականջները 4 հատ են։ Գիտեմ որ մարդ է եւ նույն Թիֆլիսում ձեր ասած շփվել եմ հետները, ոչ մի խնդիր չեմ ունես։ Եվ հիմա չունեմ։ Ես չունեմ մարդկանց հետ ընդհանրապես խնդիր որևէ մարդու հետ։ Եվ կամ եթե ունենում եմ որպես մարդկային իրավորակների հետ։ Բայց հիմա փաստն է սա, ոնց այդ փաստը վերացնենք, չենք կարող։ Դա մեր ուժերից վեր է այս պահին։ Իսկ Թուրքիայի եւ Ռուսաստանի գործոնը ո՞րն է։ Մենք արդյոք դուրս ենք եկել նրանց փոխհարաբերությունների օբյեկտ լինելուց եւ արդեն խնդիրի տեղափոխվելը զուտ Հայաստան-Ադրբեջան։ Չէ, դե իհարկե այդպես չի կարող լինել։ Մենք անընդհատ այս խոսակցությունները բարձրացնելու համար ճիշտ եք ասում, մենակ Հայաստան-Ադրբեջան ենք վերցնում։ Տեսեք, այս պահանջների առնվազն մի մասը, որ Հայաստանի առաջ դրվում է, դրանք նաև ենթատեքստով ռուսական պահանջներ են կամ չեն հակասում։ Մեկը, օրինակ Մինսկի խմբի լուծարումը։ Եթե հիշեք, այս Կապերնիկի հարցազրույցն էլ կար, չէ՞, այս վերջի։ Մեծ հաշվով Կոպերկինը, նաև իրենց ազգանու կառավարության եմ ասում, հա։ Խոսնակն էլ էր ասել, որ պետք է Մինսկի խմբի եւ նոր չի դա, ուղղակի իրանք դա տես կարող չեն բարձրաձայնում, բայց ըստ էության դու տողատակերից հասկանում ես, իհարկե Ռուսաստանը դեռ այն ժամանակ, դեռ 20 թվից էլ առաջ ինքը ձգտում ուներ, որ Մինսկի խումբը չլինի, որովհետեւ ինքը հավակնություն է իր նայ, որ հետ սովետական տարածքում ինքը պետք է լուծի խնդիրները 20-90-ականների մնացորդը, երբ որ արևմուտքի տերությունները նույնպես մտել էին այս խաղի մեջ եւ այն ժամանակվա Ռուսաստանը դա ճանաչել էր։ Մյուսը, դե Միչանսկի մասին ինչ ասեմ։ Միչանսկի պահանջը, ես չգիտեմ ով հիմա ինչ է շարունակում Հայաստանում քարոզել, միանշանակ մնում է նաեւ Ռուսաստանի օրակարգում, նաեւ իհարկե Թուրքիայի օրակարգում եւ Ռուսաստանից էլ եթե ուշադիր հետևում եք լրատվությանը ժամանակ առ ժամանակ այդ հայտարարությունը հնչում է, որ կոմունիկացիաների հարցում մենք ունենք պայմանավորվածություններ շատ հստակ, որ Հայաստանը չի կատարել, մենք պատրաստ ենք նորից միջնորդել, որպեսզի Հայաստանը սկսի կատարել այն պարտավորությունները, որոնք իր վրա վերցել է եւ բնականաբար այդ 9-րդ կետը մենք բոլորս հիշում ենք, որ վերահսկողությունը ռուսական կողմինն էր։ Նույնը Թուրքիայի Զանգեզուրի Միչանսկի հարցը մնում է ուժի մեջ, այս վերջերս էլ նորություն եղավ, որ իրենք իրենց մասով սկսում են կառուցել, դա Ադրբեջանը վաղուց է սկսել, իրենք իրենց մասով սկսում են կառուցել։ Հիմա որքան էլ դինամիկ է այո, այս ռուս-թուրքական հարաբերությունները, իրենք դինամիկ են, որոշ բաներ փոխվում են, որոշ բաներ նույնն են մնում, ընդհանուր առմամբ տրամաբանությունը դեռ մնում է նույնը, եւ ել եմ ասում ցավոք սրտի, որտեվ երբ որ սկսում ենք ավելի մեծ բանի մեջ ավելի երկարում է խոսակցությունը, բայց մենք միշտ մտքի մեջ պետք է պահենք։ Իհարկե Հայաստան-Ադրբեջան առանձին վերցած հարաբերություններ չկան վակուումի մեջ։ Դրանք մաս են եւ տարածաշրջանային եւ միջազգային մեծ հարաբերություններ։ Շատ լավ, եկեք։ Եվ կներեք, եթե վերջի Ալիևի հարցազրույցը հիշեք, երբ որ ինքը սովետական միությանն էր հղումանում, դա էլ այդքան պատահական զուտ նոստալգիկ բան չի։ Ի վերջո, այս ծրագիրը սովետական միության վերականգնման ինքը որոշ չափով դեռ մնում է եւ ուժի մեջ եւ նաեւ իրենց մտքներում մնում է իդեալական։ Իրենց մտքներում այդ սովետական միությունը իդեալական բան է։ Իմ հարցը կարծես կանխատեսեցիք, ինչքանով է, այսպես ասենք, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների ներկա թնջուկը եւ Միացյալ Նահանգների մասնակցությունը այն ձևաչափով, որը բոլորս ենք տեսնում եւ Եվրոպային, այսպես ասենք, կողքի ղրկելու, այսպես ուղարկելու, հա, այս process-ը թեև նրանք այդքան էլ հարց չեն դրա հետ եւ փորձում են գտնվել սեղանի շուրջ խոսակցության, տանում պատերազմի սառեցման եւ այդ ԽՍՀՄ-ի վերականգնման ուրվականը, որ բոլորիս աչքի առաջ է եւ ոչ պատահական, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարությունն է խորը ափսոսում եւ դե գրեթե բաց Ուկրաինայի պատերազմի նպատակն էլ դա էր։ Այո, ըստ էության նաեւ այսպես կոչված Ալմա-Աթայի հռչակագրի վիճարկման մասին էր, չէ՞, նաեւ այս պատերազմը, որ ստեղծում են անկախ հանրապետություններ նախկին ադմինիստրատիվ սահմաններով, հիմա ասում են ինչ ադմինիստրատիվ սահմաններ 4 շրջանը տվեք, մնացածի մասին խոսենք։ Ինչ եք դուք տեսնում այդ հարթության մեջ։ Որ անկեղծ ասեմ, Ռոբերտ ջան, ցավոք սրտի, հատկապես վերջի շրջանում այս մեր թեմաներով զբաղված ելնելով ես այս թեմային ուկրաինական այն մանրամասնությամբ չեմ հասցրել հետո ինչ ժամանակին գրեթե անգլիա ռեժիմով հետևում է եւ կարողանում է ավելի օպերատիվ պատասխաններ տալ։ Դրա համար չեմ մանրամասն պատասխանել այս հարցին, որովհետեւ չեմ սիրում։ Ես չեմ հարցնում նա ասածը, սա ինչ նկատի ունի։ Ընդհանուր տրամաբանությունը ամեն դեպքում հետեւյալն է, որ
այո, Ռուսաստանը այն մեծ նպատակին չհասավ, ինչ էլ հիմա ասենք, այս մեր թեկուս ռուսասերները, որ այ տեսակ, Ռուսաստանը մեծ ստրատեգիկ նպատակը վաղուց կորցրել է դեռ 22 թվականին, այսինքն իրանք Ուկրաինան չկարողացան, մեծ հաշվով իրենց նպատակը Ուկրաինան ու այս կամ այն ձևաչափով ֆորմալ անկախությունը պահպանելով Ռուսաստանին միացնել։ Այո, այդ ապան ոնց է դենացիֆիկացիա, դա այդ էր նշանակում։ Դա իրանք չհասան, այլ բան է, որ ուկրաինացիներն են նույնպես ստրատեգիկ խնդիրները իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու, սա Թրամփից էլ անկախ, Թրամփից էլ առաջ անիրական էր արդեն 23 թվականի հատկապես հակահարձակման տապալումից հետո, որտեղ էլ դե հիմա չխորանանք ինչու տապալվեց, ինչու ոչ, ամեն դեպքում այս մի նյուանսը ասեմ, եթե մենք ուշադիր լինենք, ուկրաինացիները հասել են հաջողության բոլոր այն դեպքերում, երբ որ ահագին քիչ է եղել արտաքին օգնությունը եւ իրենց ուժերով կարողացել են խնդիրներ լուծել, օրինակ Խարկովի օպերացիան 22 թվականի աշնան լուրջ պարտության մատնեցին ռուսներին, չկար դեռ այդ մեծ աջակցությունը։ Երբ որ այդ մեծ զենքը մտավ եւ մեծ այդ բաները մտան եւ համապատասխանաբար պլանավորվեց մեծ կլասիկ ռազմական օպերացիա, դա տապալվեց եւ տապալման պատճառներից մեկը ես կարծում եմ նաեւ արևմուտքի մասնակցություն ձևն է դրան, շատ դանդաղ, նաեւ քարոզչությունը, որը գրեթե բաց տեքստով այդ սա հակահարձակումը բացում է եւ այլն։ Այսինքն այստեղ ես ուզում եմ մեր համար նաեւ եզրակացություններ լինի, որ երբ որ որտեղ ասում են Ուկրաինան մենակ արտաքին աջակցությամբ, չէ, արտաքին աջակցությունը երբ որ ամենամեծն էր իրանք գրեցին պարտություն եւ որ ամենափոքրն էր էլի կար, բայց ամենանվազագույնն էր իրենք հաջողությունների հասան 22 թիվն է իրենց ամենամեծ հաջողությունների տարին։ Հիմա մեր համար ամեն դեպքում ինչ էլ լինի Ռուսաստանը Ուկրաինայում ինչ նպատակներ էլ հասած, իհարկե այն որ չի կարողացել Ուկրաինայում իր վերահսկողությունը լիարժեք վերականգնի, դա արդեն այդ նեոսովետականության պրոյեկտը ահագին թուլացնում է, անկախ նրանից, որ տարածքներ է գրավում, փաստորեն, բայց ընդհանուր պրոյեկտը թուլացնում է, որտեղ Կիևը ըստ էության մնում է Ռուսաստանի վերահսկողությունից դուրս։ Բայց այստեղ ես չգիտեմ ինչով կավարտվի վերջո այդ հաշտությունը, խաղաղությունը եւ այլն, բայց երբ որ ավարտվի, ես կարծում եմ, որ իհարկե դա մեր վրա կանրադառնա այնքանով, որ Ռուսաստանը արդեն ավելի ակտիվ կվերադառնա այս տարածաշրջան, նախ ռուսները իրենց կներկայացնեն որպես հաղթող եւ քարոզչական մակարդակում դա հնարավոր է, որտեղ այո, տակտիկական իրենք վերջի շրջաններում հաղթել են, իրենք են այսպես ասած հարձակվող էլ, առաջ խաղացող եւ իրենք այստեղ ներկայացնելու են նաեւ աշխարհում եւ դա որոշ չափով այսպես ասած քարոզչական մակարդակում ճիշտ է լինելու եւ մարդիկ դա անցալելու են եւ այստեղ մեր տարածաշրջանում, որտեղ այդ դիմադրությունը, որը Ուկրաինայում եղել է, չկար եւ չի կարող այդ մասշտաբի լինել, իհարկե իրենք փորձելու են, ես կարծում եմ, այս նեոսովետականությունը ավելի ուրեմն լիարժեք բանով վերականգնել եւ կարծում եմ այստեղ էլի վտանգավոր բաներ կան, որոնք առաջի հայացքից կապ չունեն այս ամեն ինչի հետ, բայց մեր ընթացքը քաղաքական, ինչ որ մենք նայում ենք, մեզ թվում է հակառակը, ոնց որ այս կառավարությունը մեզ Ռուսաստանից հեռացնում է, բայց տեսեք, գաղափարական որոշակի նախադրյալներ կան։ Եթե մենք անկախության հռչակագրից հրաժարվում ենք, հարց է ծագում, չէ՞, այսինքն այս պետության հիմքը ուր ենք վերադառնում մենք, արդյոք 87 թիվ, 89 թիվ, 90 թիվ, որտեղ անկախության հռչակագիր եթե դու խանում ես, վերադառնում, հա։ Ի՞նչ է մնում տակը։ Դու նոր անկախության հռչակագիր ես ընդունում, բա ի՞նչ է լինում այն քո պետության ամբողջ լեգիտիմությունը։ Սրանք հարցեր են, թող իրավաբանները լեգիտիմության մասով ասեն, բայց համենայնպես այստեղ դու փաստացի անկախ մոտիվացիայից դու հրաժարվում ես անկախության հռչակագրից։ Դու ասում ես, որ միակ իրական Հայաստանը սովետական սահմաններով, սովետական միության սահման, սովետական Հայաստանի սահմաններով Հայաստանի, ոչ առաջին հանրապետություն է, ոնց որ Ադրբեջանի օրինակ սահմանադրությունը կամ Վրաստանի, ոչ առաջինն է, երրորդը փաստորեն լեգիտիմ չի, որովհետև ինքը սահմանները խախտել է։ Դու ասում ես սովետական Հայաստանի, այսինքն դու այստեղ արդեն եւ ել չեմ ասում այն նոր գաղափարախոսություն կոչվածը, որ այսօր քարոզվում է եւ շատ համընկնումներ ունի 1920-ական 30-ական հայ բոլշևիկների քարոզած գաղափարախոսության հետ, ոչ թե մարքսիզմի, այլ ինչ որ Հայաստանի համար էին քարոզում։ Այս նույն մոտավորապես բանը, որ հրաժարվենք մեր ազգային քաղաքական ըստեյության պահանջներից, որովհետեւ մենք ենք մեղավոր տարածաշրջանի ըստեյության կոնֆլիկտներից, հայ ժողովուրդը ամենամեղավորն է եւ ընդունենք ռեգիոնալ գաղափարախոսություն, այս նեոբոլշևիզմն էլ որ ավելացնում ես, դու հասկանում ես, որ շատ հնարավոր է տակից լավ պրոցեսը գնում է դեպի այդ արտաքուստ, իհարկե թվում է թե հակառակ պրոցեսն է շատերին, բայց տակից արդեն հիմքեր են դրվում, որոնք հետո կտեսնենք ոնց կաշխատեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել էինք Հրանտ Տեր-Աբրամյանին։